Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Ողջույն ազգաբնակչություն եւ բոլոր մնացածներ, եթերում առաջին նախատոնականն է։ Նես չէ որ ինչ-որ նախատոնական բան ենք պատրաստել, ուղղակի դեկտեմբերի 15-ից հետո Հայաստանում ամեն ինչ նախատոնական է։ Նախատոնական մուննատ, նախատոնական պարսկական ձու, երբ խոստացել էին, որ այս տարի ձուն հերիքելու է, նախատոնական վայրեջք ու կոտրված հյուսիսային պողոտայի են զզվելի սղլիկ են սալիկների վրա։ Այսօրվա նախատոնականի մեջ դիտեք։ Էթիկայի հանձնաժողովը պարապուրդի է մատնված։ Կենսաթոշակային բարեփոխման դեմ պայքարին միանում են նոր ուժեր։ Նոր տարուց հետո նոր անձնագրեր, այս անգամ մեջը Սասունցի Դավիթն էլ կա։ Օրվա հյուրը տրոլինգի մասնագետ։ Ռեպորտաժ Ստի ակադեմիայի ներկայացուցիչի հետ։ Այսօր կանդրադառնանք ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին։ Ցավոք այս հանձնաժողովը ամենազբաղված, գերծանրաբեռնված հանձնաժողովն է մեր խորհրդարանում։ Սեպտեմբերի 24-ից ի վեր ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ոչ մի նիչ չի գումարել։ Ռոտացիոն կարգով փոփոխվող կազմն էլ նույնն է մնացել։ Այս մասին տեղեկացնում է ազգային ժողովի պաշտոնական կայքեջը։ Ոնց սեպտեմբերից ոչ մի նիչ չի գումարվել, բան միլիոն, Ծիծիլիոն դեպքերը որ ցույց տվեցին, ոնց են լրագրողներին կոպտում պատգամավորները, հենց մեկը վերջերս էր Մանվել Բադեյանը, Եզդիները, Արա լրագրողները, բան միլիարդ, ծիծիլիարդ անգամները որ ցույց են տալիս ինչպես են պատգամավորները ուրիշի տեղը քվեարկում։ Հա այդ ամենը բացի մեզանից ոչ մեկ չի քննարկելու։ Դիմումներ մենք չենք ունեցել։ Իսկ YouTube հո ունեք։ Անպայման մեկը պետքա դիմի, որ 3 հոգու տեղ քվեարկելը ստանա քխ ստատուս։ Լրագրողները եւս պատրաստվում են դիմել էթիկայի հանձնաժողով Հայաստանի Հանրապետական Կուսակցության падգամավոր Մանվել Բադեյանի վարքը քննելու համար։ Падգամավորը օրերս վիրավորել էր լրագրողներին Արա դիմելաձևով եւ նրանց համեմատել եզդիների հետ։ Օրերս որն արդեն մի երկու շաբաթ առաջ էր։ Սենց որ գնաց այս տարի չեք դիմի լրագրողներ ջան, մեզ տպարությունն է որ ուղակի աղմուկ բարձրացնելու համար է աղմուկը բարձրացվում։ Չէ, աղմուկը վատ բան չի, պարզապես եթե մենակ խոսեք, հետո կարող այդ ամեն ինչ ձեր դեմ պտտվի։ Իսկապես կան լրագրողներ, ովքեր սադրում են, այսպես ասեմ, բայց падգամավորն էլ նաև ժողովրդի կողմից ընտրված մի մարդ է, պաշտոնյա է, որը պետք է ունենա այդ զսպվածությունը։ Ու մեկ էլ սրա նրա կոճակները չսեղմի, դա էլ ինչ-որ զսպվածության չափանիշ թող լինի։ Կարելի է խրախուսանք տալ, օրինակ մի ամիս падգամավորը ուրիշի կոճակ չի սեղմում, մի հատ շաքարակլոր, 2 ամիս ոչ մեկին չի կֆրտում, ու 2 հատ մեծ շոկոլադ։ Չէ, հո մանկական օրինակները մի բեր։ Երեխաները 10-15 նկատողությունից հետո ամեն ինչ հասկանում են։ Լավ, ընկալելի տերմիններով խոսանք։ Մի ամիս ուրիշի կոճակ չի սեղմում, մի հատ Նարուշիլովկայա ստանում, 2 ամիս ազգային փոքրամասնություններին չի վիրավորում, ստանում է մի դաղալ հարկայինում։ Երբ որ աբարանցիների վրա, հրազդանցիների վրա, հա, որևէ անեկդոտ ես պատմում, կամ ասենք համատական ես բերում, ասենք հո դու աբարանցի չես, մենք հո չենք վիրավորում մեր աբարանցի գործընկերներին։ Բա իհարկե վիրավորում եք, բա սաղ իմաստը հենց դա է, որ վիրավորում եք։ Տեսեք, եթե անեկդոտը ապարանցիների մասին ինչ-որ տեղական հետաքրքիր կոլորիտ բացահայտի, դա նորմալ է։ Իսկ եթե մարդուն ասում ես ապարանցի բառի մեջ դնելով կարծրատիպ, որ ապարանցիները իբր առանձնապես խելացի չեն, դա գերդասական, դասականագույն վիրավորանք է։ Պատկերացրեք, օրինակ, մարդիկ իրար ասեն, հո դու падգամավոր չես ուրիշի տեղը քվեարկես, կամ հո դու падգամավոր չես, որ առանց ապայի ես քշում, կամ հո դու падգամավոր չես, որ առաջի անգամից չես հասկանում։ Այսա վիրավորում է բոլոր падգամավորներին, մինչդեռ падգամավորների մասին անեկդոտ կարող լինի ու շատ զվարճալի։ Շարունակվում է քաղաքացիների պայքարը ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման։ Հիշեցնենք, որ պայքարողները չեն ատում տարեց մարդկանց ու թոշակառուներին, այլ ուղղակի դեմ են աշխատավարձից պահումները, որ շատանան հունվարի 1-ից։ Այո, եւ այս անգամ դեմ եմ շարժումը դիմեց Սահմանադրական դատարան։ Խորհրդարանական ուժերը դեմ են պարտադիրի նախաձեռնության անդամների հետ միասին Սահմանադրական դատարանից նաև պահանջում են հունվարի 1-ից կասեցնել օրենքի գործադրումը, քանի դեռ դատարանը չի հրապարակել իր որոշումը։ Փաստերը իրավական այնքան հիմնավոր են, որ Սահմանադրական դատարանը չի կարող այսպես այդ բոլորը անտեսել։ Սահմանադրական դատարան դիմել են միանգամից 4 կուսակցություններ։ Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ Ժառանգությունը, իսկ հարցի չլուծման դեպքում Ժառանգության ներկայացուցիչներից մեկը խոստացավ հեղափոխություն։ Որ մեկը։
Եթե Սահմանադրական դատարանը մերժի ազգային ժողովի 4 խմբակցություններին, նրանք կդիմեն ավելի կտրուկ քայլերի։ Դա համապետական գործադուլն է, որը պարալիզացնելու է ամբողջ համակարգը, այսինքն տեղի ունենալու հեղափոխություն։ Այո, հիմա դժվար որոշում պետք է կայացնի դատարանը։ Բայց կենսաթոշակային բարեփոխման դեմ հանդես են գալիս ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, Բայլով։ Հայաստանը ժամանել է լապլանդացի պատվիրակությունը, որը միացել է դեմ շարժմանը։ Հարգելի հայրենակիցներ, մեր բաբերը Լապլանդիայից լսելով պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին ժամանել են, որպեսզի ասեն, որ իրենք էլ են դեմ պարտադիր կուտակային կենսաթոշակներին։ Դե եթե նույնիսկ ձմեռ պապերն են միացել դեմ շարժմանը, կարծում եմ կառավարությունը պետք է վերանայի բարեփոխումը։ Թե չէ կարողա զրկվեն նոր տարվա նվերներից։ Բայց լապլանդացիների վրա ազդում է մեր կենսաթոշակը։ Լապլանդիայում պարտադիր կուտակային կենսաթոշակ։ Մենք ուղղակի Հայաստանի քաղաքացիներ ենք, մեր վրա ազդում է, տանդեղ ենք ապրում, բայց Հայաստանի Սանտա Կլաուսն է։ Փաստորեն հայ ձմեռ պապերեն, որոնք սեզոնային աշխատանքների են մեկնել Լապլանդիա։ Նույնիսկ մեր ձմեռ պապերն են գնում խոպան։ Դե լավ, հա կենտրոնանանք, թե չէ եթե սա էլ չհազդի իշխանությունների վրա, ապա ես չգիտեմ ինչը կազդի։ Այսքանից հետո ինչպես կարելի է արդարացնել այդ բարեփոխումը։ Ինչու է պետք մեծացնել կենսաթոշակային վճարների բեռը։ Ինչու։ Մենք ծերացող հասարակություն ենք։ Ավելին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնվածների ալիքը, որը մոտակա տարիներին հասնում է կենսաթոշակային տարիքի շեմին, ենթադրում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում շեշտակիորեն ավելանալու է Հայաստանի Հանրապետությունում թոշակառուների թիվը։ Այսինքն մենք դառնում ենք Հայաստանի արագ բիձայացման զոհ։ Դե մենք ամեն ինչն ենք անում արագի մեջ վերջերս։ Սիրում ենք արագ, ծերանում ենք արագ, սա նաև բացատրում է մեռելոցների կարևորման պատճառը։ Բայց պապիներին ինչ որ նվեր չի լինելու։ Կառավարությունն է մեր ժողովրդին նվեր բերել եւ ուզում ենք բոլորը իմանան կառավարության ամանորյա անակնկալի մասին, որ հունվարի 1-ից բոլորիս աշխատավարձերը 6.6-ից 13%-ով նվազելու են։ Պետք է բոլորը իմանան մեր կառավարության ամանորյա նվերի մասին։ Ինչ դառը նվեր է սպասում պապիներին փաստորեն։ Դե սենց չեղավ, հա, ինչ որ դրական կողմ պետք է լինի այս ամենի մեջ։ Բայց մի բան ինձ չափազանց ուրախացնում է։ Մենք ձեզ հետ տեսնում ենք, թե օրեցօր ինչպես է ուժեղանում քաղաքացիական հասարակությունը։ Եվ այս ռեֆորմը ընդամենը 4 տարիների ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը։ Այս ամեն ինչ արվում է քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար։ Իսկականից, բա ինքն իրան չի ստեղծվելու այդ տանտերը, պետք է ինչ-որ ձև կողքից բզբզալ, որ ուժեղանա։ Հա դե մի երկու հատ էս բարեփոխում անենք, որ քաղաքացիական հասարակությունը վերջնական կայանա։ Պարտադիր բժշկական ապահովագրությունը եւս տարածվելու է աշխատող քաղաքացիների վրա, որոնց աշխատավարձից փաստորեն մի մասը պետք է պահվի բուժական նպատակով։ Ես կատակ էի անում, կատակ։ Այս լուրջեր, այս ինչ թափով են զարգացնում քաղաքացիական հասարակությունը։ Okay, նայեք, եթե նույնիսկ բժշկական ապահովագրությունը շատ լավ բան է, ինձ թվում է հիմա ամենաիդեալական ժամանակը չի անել որևէ բարեփոխում, որտեղ կա պարտադիր բառը։ Չէ, Ժող ջան։ Իհարկե, հերիք է պարտադիր բաներ մտցնեն։ Սպյուրք ջան, ժողովուրդը բա ուրա։ Դե ծեր մոտ սուրդեր խնդրեց ես իրեն այսօր փոխարինեմ։ Իսկ քո վրա էլ է ազդում ես բարեփոխումը։ Դե իհարկե, ինչքան ծեր մոտ աշխատավարձը իջացնեն, այնքան շատ փող ես պիտի ուղարկեմ։ Իսկ այսօրվա մեր հյուրն է տրոլինգի փորձագետ, հոգեկան գիտությունների տեխնացու եւ պարզապես հայ մարդ իմ լավ ընկեր Ղարիբ Շուլունցը, Ղարիբ ջան, ողջույն։ Բարև Նարեկ ջան։ Ղարիբ, նախ բացատրի լայն հասարակության համար ինչ է նշանակում տրոլինգը, օտարածին բառը։ Նախ ասեմ, որ նույնիսկ մասնագետների մոտ դեռ վերջնական համաձայնություն չկա սահմանման շուրջ, միայն կարող եմ ասել, որ դա ինչ որ շուլուխային եւ սադրիչ վարքագիծ է, որը քողարկվում է լուրջ վարքագծի տակ։ Շատ լավ է, բայց ոչ մի բան հասկանալի չի։ Լավ, բացատրեմ օրինակի վրա։ Նելսոն Մանդելայի թաղման ժամանակ մի զավեշտալի տրոլինգ տեղի ունեցավ, մի քիչ լավ չնչեց, բայց թե ինչև է։ Ուրեմն մահախոսականների ժամանակ, երբ նախագահներն էին խոսում, մի գերազանց ուղղակի sense սուպեր տրոլինգ եղավ։ Որն էր դա։ Հեսա նայեք։ Prometheus, who stole the fire from the gods, the light to light our path to freedom, who lit our stoves to cook a meal of peace and reconciliation. Բայց ո՞րն էր ստեղ տրոլինգը։ Ինչ որ մեկը խոսում էր, մյուսը սուրդո թարգմանում էր։ Հենց այդ որ չէր սուրդո թարգմանում, ուղղակի որ մարդը խոսում էր, ինքը բրնձում էր, այս ժեստերը բրնձում էր ուղղակի։ Չհասկացա ո՞նց։
Ջհանտեն հայտնեց լրագրողներին, որ նա կորցրեց կենտրոնացումը, սկսեց լսել ձայներ եւ տեսնել հոլյուցինացիաներ, որոնց մեջ նաեւ հրեշտակներ կային։ Սա տրոլինգի նոր արքան է։ Գար, բայց կարող է ասենք իսկականից հոգեբանական խնդիր էր, հոլյուցինացիա էր։ Հա, իհարկե կարող է, բայց չեմ կարծում, ախր շատ լավ է, ինչ ամով է անում։ Madiba, they say, you are a brilliant man. You retort, Govan Mbeki was brilliant too. They say, you are a wise man. You remind them that Walter Sisulu was a wise man too. They say, you ooze warmth and charm. You ask, wasn't Mozzarella and Ruth first warm and charming too? Գրը լավ էլի չի կարա սենց բանել։ Կարա, ավելի հետաքրքիր զավեշտներ եղան այս հաղորդակցության ժամանակ։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը լուսանկարվել են Դանիայի վարչապետ Հելթորնինգ Շմիդտի սմարթֆոնով։ Նկարները, որոնցում Օբաման եւ Քեմերոնն իրենք են նկարում, արագորեն քննարկումների առարկա են դարձել։ Ռիբեսել էր տրոլինգ։ Սա ավելի շատ բադամուրութային տրոլինգ էր, սովորական դասական տրոլինգը, երբ լուրջ դեմքով ինչ որ հարց են տալիս։ Փորձենք մի լուրջ հարց տալ ինչ որ պատահական ասորտին, լուրջ։ Կներեք, ես լսեմ, որ այս տոնածառը 60 միլիոն դրամ եք ծախսել այս տոնածառի վրա, չեք կարծում, որ դրա տեղը կարելի էր, ասենք, ինչ-որ մի ուրիշ լավ բան առնել, օրինակ 2 հատ տոնածառ կամ 3 միլիոն հատ տոնածառ այդքան փողով։ Դու հասկանում ես հիմա ինչ ես ուզում արածելնես։ Կամ չեք ուզում, օրինակ տոնածառի տեղը մի հատ մեծ կանաչ թիթեռ դնենք ստեղ։ Մի ասես զարդարանենք կանաչ թիթեռ, չեք կարծում դա ավելի ճիշտ կլիներ ուղղակի։ Չէ, երևի դու լավ չես հասկանում։ Մի հատ ուշքի արի, հա, մի հատ հասկանում ես, որ դու հիմա քեզ իմ տեղն ես դրել։ Ну, մի քիչ դժվար է տրոլինգ անել տրոլինգի մասնագետին, բայց ես գաղափարը պարզ էր։ Հասկանալի է, մերսի Ղարիբ ջան։ Լսի, այս կեսից ինչ որ ճիք սկսեց մոտից հարցազրույց։ Չէ, սա տրոլինգ էր։ Տրոլինգ էր։ Տրոլինգ։ Չէ, ես ուղղակի խփում եմ ձայնից։ Շնորհակալություն Ղարիբներ մեր այսօրվա հյուրը տրոլինգի փորձագետ։ Իսկ մեզ նամակ է գրել փոքրիկ, շատ փոքրիկ Խաչիկ Գևորգյանը։ Միկրո Խաչիկը հարցնում է. «Տղաներ, իսկ ինչ նվեր է իմ համար պատրաստել անձնագրային եւ վիզաների վարչությունը»։ Մատնախաչիկ ջան, այո, նվեր կա, բայց մինչեւ ամսի 31-ը չենք ասի ինչա։ Ինչ։ Դուք ասինով կկտրտես ինձ փոքր մասերի։ Լավ, այդ դեպքում իհարկե հատուկ քեզ համար կասենք։ Շատ լավն է Նանո Խաչիկը։ 2014 թվականից Հայաստանի քաղաքացիներին տրվելու է կենսաչափական տվյալներով անձնագիր եւ նույնականացման քարտ։ Կենսաչափական անձնագիրը, որը նախատեսված է Հայաստանից դուրս գալու համար, արժե 25000 դրամ, իսկ հա Հայաստանում անձնագրի փոխարինող նույնականացման քարտը 3000 դրամ։ Այո, ժողովրդի բազմաթիվ խնդրանքներով նրան տրվում է հնարավորություն եւս ինչ-որ մի X գումար տրամադրել պետությանը։ Ամեն ինչ անում են, որ մեր սրտով գնան։ Կենսաչափական անձնագրերը ավելի հեշտ են քաղաքացուն նույնականացնում անձնագիրը անձի տիրոջ հետ։ Հա, ես միշտ երազել եմ ավելի հեշտ նույնականացվեմ։ Որտեվ անձնագիրը, սոցիալական քարտը, զինգրքույրը, ծննդական ամուսնության վկայականը, վարորդական իրավունքը քեզ բավականաչափ չեն նույնականացնում միջև մասիրոք։ Էլեկտրոնային կրիչ, որը պարունակում է անձի մասին բոլոր տվյալները, նաև էլեկտրոնային ստորագրություն եւ մատնահետք։ Չէ, լավ բան է, ժամանակակից բան է։ Ուղղակի հենց որ մոտս տպարությունն է, որ այդ քարտերը ավելի շատ պետք են պետական մարմիններին, քան մեզ։ Ավելի հեշտ են օտարերկրյա դեսպանատներում տրվում մուտքի արտոնագրեր եւ ավելի հեշտ են անցնում սահմանային անցակետերով։ Հա, այս պահին մեզ հենց երկրից գնալու վիզաները արագ ստանալն է շատ կարևոր։ Որովհետեւ մարդիկ շատ դանդաղ են հիմա երկրից դուրս գալիս։ Նույնականացման քարտ ձեռք բերելու համար քաղաքացիները կվճարեն 3000 դրամ։ Եթե ցանկանում են մեկ աշխատանքային օրում ստանալ քարտը, ապա 20000 դրամ, 3 օրում 10000 դրամ։ Մի րոպե, ախր ժամանակակից տեխնոլոգիաների իմաստը նաև արագությունը չի։ Այդ քարտերի տպագրությունը 15 րոպե չի ընդամենը։ Դե բայց պետք է չէ ինչ որ քաղցր գումարային խոչընդոտ լինի։ Հա, հնարավոր է մի օրում տալ քարտը, բայց դա լրացուցիչ վճար է բանջում։ Բայց ինչի։ Միանգամից երկու նոր բանը ժողովուրդը չի ասցնի մարսել, եւ նոր քարտ, մի հատ էլ հələ առանց 10 օր սպասելու, շատ կլներ։ Իսկ մեր խաչատրյանը այսօր զրուցեց ՍՏ-ի հետազոտման ակադեմիայի ներկայացուցիչի հետ։ Մհեր ջան, դե տեսնենք ինչ երկարության ոտքեր ունի սուտը։ Այո, ասում են կարճ է, բայց մինչև ռեպորտաժը չնայենք չենք իմանա։ Քչերը գիտեն, բայց Հայաստանում կա ՍՏ-ի հետազոտման ակադեմիա։ Ակադեմիան նաև պաշտոնական կայք ունի, որտեղ առաջարկում են տարբեր ծառայություններ սուտը բացահայտելու համար, բայց ռուսերեն։
Այս հետաքրքիր կառույցի մասին զրուցեցի Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի հիմնադիր տնօրեն Գոռ Սարգսյանի հետ։ Ոնց որոշվեց ստեղծել, հա, ինչու պահանջարկ կար դրա։ Այո, իհարկե պահանջարկը կա։ Մասնագիտությունը մեր կոչվում պրոֆայլեր։ Պրոֆայլերները այն մարդիկ են, որոնք որ կարող են ընդամենը 2 րոպեվա ընթացքում հասկանալ մարդը թե ինչ տեսակի մարդ է, թե գենետիչեսկի, թե սոցիոլոգիչեսկի։ Եղել են մասնավոր դեպքեր, այսինքն ամուսինը կինը ամուսնուն բերի ու ասի մի հատ բարձ եկել ինքնից դավաճանում է թե չէ։ Տեսեք, եղել է այսպիսի դեպքեր, որ ինձ կանչել են հոգեբաններ, հոգեթերապևտներ, որոնք որ ունեցել են խնդիր, որ ամուսինը ասել է, որ ես կասկածում ունեմ կինը դավաճանում է եւ հրավիրել են ինձ որպես մասնագետ, որպեսզի ես հասկանամ դա արդյոք այդպես է թե ոչ։ Շատ լինում են այդպես։ Իսկ հետո չէ ասել է։ Գիտեք, մենք պարտավոր ենք ասել, եթե մենք տեսնում ենք, եթե դավաճանություն կա, մենք պարտավոր ենք ասել։ Տնականություն չէ։ Տնականությունը այն մարդու համար է, որ դավաճանել է, թող չդավաճանի, տնականություն չլինի։ Որ ազգային ժողովի նիստերը նայում եք։ Հասկանում եք ով է ստում, ով չէ։ Միանշանակ հասկանում ենք։ Իսկ ինչ ձեն չեք անում։ Այդ ինչ է, ամուսինը կնոջը դավաճանում է դրա մասին ասում եք, բայց падգամավորների ստերի մասին չեք ասում։ Գիտեք, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում եւ մեզ բոլորիս օգուտ կլինի դրանից։ Տեսեք, մենք չենք զբաղվում, մեզ մեր ղեկավար Եվգենի Սպիրիդյան թույլ չի տալի, որպեսզի մենք զբաղվենք այդ հարցերով։ Հիմնականում բոլորն է ստում են։ Ես դուք բոլորը մարդը 10 րոպեվա ընթացքում խոսալու ժամանակ 3 անգամ ստում է, դա ստատիստիկա է, հա։ Տեսեք, խնդիրը նրան մեկ ու կես անգամ ստել եք փաստորեն, որտեղ մենք 5 րոպեա խոսում ենք։ Չէ, երևի խոսքս չափազանցել եմ։ Չափազանցել եք, այսինքն չկա ակադեմիան։ Չէ, միանշանակ կա ակադեմիան, ու հիմնականում ձեր հարցերը պրովոկացիոնի հարցեր։ Ձեր անունը Գոռ չէ։ Չէ, հիմա ունը Արտուր է իրականում։ Արտուր։ Հիմա Գոռ թե Արտուր։ Գոռ։ Բա Արտուր։ Բայց չի Արտուր։ Դուք ասցիք Արտուր։ Դուք շատ հետաքրքիր պրովոկացիոնի հարցեր եք տալիս, ես ձեզ խորհուրդ կտամ, որ դուք գաք մեզ մոտ սովորեք։ Բա ստացվեց, չէ՞ պրովոկացիա։ Շատ հետաքրքիր պրովոկացիաներ եք անում։ Ես իրոք չէի ուզում ձեզից իմանալ ով է ստում։ Շատ լավ է։ Այն հիմա ստեցի ուզում։ Շատ լավ է, շատ լավ է։ Հիմա ստեցի թե չէ, ուզում եի թե չէի ուզում։ Տեսեք, ես ինքս ինձ հնարավոր է ստել, բայց ես ուրախել եմ, որ ինձ ստել։ Բայց ինչ եք ասում, ես ուզում եի իմանալ падգամավորներից ով է ստել թե չէ։ Ինձ թվում է պետք չի մասնագետ լինել, որ հասկանալ, որ падգամավորն է ստում։ Դուք ուզում եք մեզ մոտ աշխատել։ Այո։ Ուզում եք։ Այո, բայց ես չեմ ուզում իրականում ձեզ մոտ աշխատեմ, որտեղ իմ այս գործը շատ եմ սիրում։ Իմ բնավորության մասին ինչ կասեք։ Տեսեք, ես ձեզ ասեմ դեր բնավորության մասին, որ դուք հիմնականում փորձում եք միշտ լիդեր լինել։ Դուք հիմնականում ավելի շատ մտածողությանն եք տեղիք տալի, քան թե էմոցիոնալ ինտելեկտին։ Շատ հետաքրքիր մարդ եք, ինձ ամեն դեպքում հաճելի է։ Այսքանը։ Իմ մասին եք խոսում հիմա։ Չէ։ Ես չունեմ խնդիր կամերայի առաջ պրովոկացիոնի հարց տալ, որ մարդիկ տեսնեն, ասեն պրովոկացիոնի։ Շապակել ենք ինտերիորներին։ Ոնց է կարծում, հավատաց։ Ոչ։ Շշումն է, չէ՞։ Կջերի։ Ինչ է ինձ մատնես կավա, ասում շորերս։ Ոչ, շորերը չմատնեց իհարկե։ Ես գնամ տնամ կենտրոնները ոնց են մի րոպե սպասեք։ Դե քանի դեկտեմբեր է, շարունակենք մեր ավանդական դարձած նախատոնական սոցիալական գովազդների շարքը։ Շատերը ասում են, որ նոր տարին ամենաուրախ տոնն է, բայց եկեք նես չանենք, էլի, որ մեր ուրախանալը մտնի կողքինի ուրախանալու մեջ ու դանդաղ ներսից այդ ուրախանալու բջիջները հաթած սատկացնի։ Աչքիս ինչ որ ցավոտ թեմա է, այս անգամ։ Նոր տարուն բան չմնաց եւ երևանցիները արդեն պատրաստվել են ձմռան գլխավոր տոնին։ Բայց այս անգամ խոսքը ուտելիքի, զարդարանքի ու նվերների մասին չէ։ Արդեն ամեն ինչ առել եմ, այն փոքր ռակետներից, դինամիտներից, այն գմփացող կարմիր բաներից, սալուտները։ Այո, հրավառությունը վտանգավոր, բայց տարածված երևույթ է, սակայն ամբողջ աշխարհում մարդիկ սահմանափակվում են միայն նոր տարվա գիշերով։ Իսկ Երևանում արդեն դեկտեմբերի 27-ից առավոտյան 9-ից ինչ-որ մարդիկ մեծ էնտուզիազմով պայթացնում են այդ բոմբերը։ Դե բա տոնը, բա պիտի ուրախանան, գմփցնեք։ Հիմա նայեք այն պատահական անցորդը ոնց է ուրախանում։
Հունվարի 1-ին, առավոտյան 10-ին են, որ բոլոր առողջ մարդիկ քնած են, դուրս կգա մի հոգի ու կսկսի այդ սալյուտները պայթեցնել։ Ինչքան շուտ սկսես, այդքան շատ կհասցնես տրաքացնել, ու այդքան շատ կուրախանաս, ու բոլորը կուրախանան։ Իսկ փոքրիկ ահաբեկիչների այս զվարճանքը ավարտվում է մոտավորապես հունվարի 5-ի կողմերը։ Հունվարի 5-ին մենակ հատուկ նվիրյալը հրավառություն կանի։ Բա ոնց, 5 նոր տարունել եմ պայթեցնելու, լավ է ժաները ահագին առել եմ։ Հարգելի ծնողներ, հասկանում եմ, ձեր երեխաների անվտանգության վրա կարողա թքած ունենաք, բան չունեմ ասելու։ Բայց չի կարելի այդ մատները վնասելն ու պայթեցնելը անել մենակ 31-ի գիշերը, հետո արդեն չի ուտվում։ Այս տարին լավ չինական բոմբերից եմ առել, կեսից շատը ձեռքիդ մեջ չի տրաքում։ Իսկ Arm Comedy-ն այսօր այսքան էր, օրվա վիդեոբոցը Armacad կազմակերպությունից, որի ետևում ասում են, որ կանգնած է Woman Խաչիկ Գևորգյան։ Չգիտեմ, ահագին անարդար վիդեոբոց է։ Նարեկն ու Սերգեյը երկվորյակներ են։ Երկուսն էլ ստացել են բարձրագույն կրթություն, երկուսն էլ հավասարապես բարձր ինտելեկտ ունեն։ Բայց Նարեկն ավելի գոհ է իր կյանքից։ Նա ավելի հետաքրքիր եւ ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունի։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Բացի այդ նա տարին մի քանի անգամ ճամփորդում է, ի տարբերություն Սերգեյի, Նարեկը 10,000 հոգուց բաղկացած մեծ ցանցի անդամ է եւ օգտվում է այստեղ շրջանառվող կարևոր տեղեկատվությունից։ Չասենք ինչ սկզբունքով ընտրել այդ մարդը, որ մեկը պետք է լինի Սերգեյը, որ մեկը Նարեկը։ Հանգստանաս։ Մեկով մեկ Խաչիկ Գևորգյան, մեկով մեկ։